Սա ուզում եմ նշել, որ ես նաև տեսել էի քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված հարցերը զանգվածային լրատվության միջոցների, այն հետևողական հարցադրումները, այն ճշգրիտ հարցադրումները, այդ թվում մեր ձևով հարցադրումներ կատարելը, որը հնչեց նաև հենց այդ ձևակերպմամբ, չափազանց կարևոր էր, որովհետև մի քանի ճշմարտություններ ուղղակի նաև հանրությանը հնարավորություն եղավ լույս սփռելու։ Ես հիմա մեկ այլ հանգամանք խնդրեմ հնարավորության դեպքում հարցնեք։ Արդյոք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ եղել է դեպք, որ վճռաբեկ դատարանը կայացնի որոշում, եւ այդ որոշումը հասու դառնա կողմերից մեկին, մյուսի կողմից տրված նյութերից։ Սա անկեղծ եմ ասում, կարող է թվա դատավարական տեխնիկական բան եմ ասում, բայց սա նույնիսկ վիրավորական է իրավունքի նկատմամբ։ Այդ վճռաբեկ դատարանի որոշումը քննչականին չի։ Իդեպ, քննչականն էլ չի հասցեատեր է, դատախազությունն է։ Իդեպ են, որ ասում էինք, չէ, տենց քննիչի ձեռքին է հայտնվե, հա? Սկզբից դատախազության ձեռքին պետք է հայտնվի։ Դատախազության ձեռքից քննիչի մոտ հայտնվի, հետո քննիչը դա հասցնի վերլուծի, միջնորդության մեջ ցիտատներ գրի դրա վերաբերյալ, որից հետո մուտքագրի։ Ու այն պարագայում, գործընկերներ, ես առնվազն թվով 5-6 վերջին ժամանակահատվածի, ավելի վաղ ժամանակահատված չեմ էլ գնում, ներկայացրեցի վճռաբեկ դատարանի նույն հակակոռուպցիոն պալատի որոշումներ, որոնցից ոչ մեկը 20 օրում չի ընդունվել։ Հիմա իդեպ հարց է չէ առաջանում, այդ բոլորը որ թվարկեցի, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի բողոքներին էին վերաբերում։ Բոլորը։ Ինչպես։ Այո, 19 օրը։ Ուղղակի այստեղ մի բան էլ ֆիքսեն գործընկերներ, կարող է ինքը մի քիչ խճճացնող է դառնում, բայց պատկերացրեք իրավիճակը։ Օգոստոսի 11-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել, այն հենց տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքի հետ կապված, կցելով պայմանական 10 թերթ։ Հա? Օգոստոսի 15-ին դատարանը գտավ, որ այդ 10 թերթը, որտեղ ոչ միտեղ Սամվել Կարապետյան նույնիսկ անուն ազգանունը նշված չի, հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարում։ Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ին գտավ, որ ճիշտ է արել առաջին ատյանի դատարանը։ Հոկտեմբերի 11-ին 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը ներկայացրեց կրկին միջնորդություն կալանքը երկարաձգելու վերաբերյալ, ներառելով նորից այդ տնտեսական բնույթի ենթադրյալ մեղադրանքը, ուղղակի ոչ թե 10 թերթ կցելով, այլ արդեն 15, պնդելով, որ դատարան նայր նորից այդ 10 թերթը եւ իմ նոր ձեռք բերած 5 թերթը։ Դատարանը հոկտեմբերի 16-ին քննության առնելով այդ թե 10 թերթը, թե նոր 5-6 թերթը, գտավ, որ նորից ենք ասում, հիմնավոր կասկած չկա։ Այդ որոշման վերաբերյալ բողոք ներկայացնում ենք թե մենք, թե դատախազությունը։ Հոկտեմբերի 16-ի։ Այդ ընթացքում պարզվում է, որ դեռ են օգոստոսի 15-ի 10 թերթի վերաբերյալ վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել։ Այդ ժամանակահատվածում վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 16-ի դատական ակտի վերաբերյալ, սա այն 10 թերթ գումարած 5-6-ն է։ Որոշում է ընդունում, որ ասում է ակնհայտ է, որ այս 16 թերթում չի կարա լինի հիմնավոր կասկած։ Չի կարա լինի։ Պատկերացրեք, այսինքն նորացված դատական ակտ է լինում, նորացված ըստ քննիչի ներկայացրած միջնորդության։ Վճռաբեկ դատարանը նույն նոյեմբերի 13-ին, այն հայելային նույն օրը, ինչ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում, իր որոշման անդրադառնում է օգոստոսի 15-ի հակակոռուպցիոն դատարանի որոշմանը, ասելով, որ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցանքի հետ կապված կա փողերի լվացման կամ հիմնավոր կասկածի, այսպես ասած, ապացուցման շեմը։ Բայց վճռաբեկ դատարանը չի տեսել 5-6 թերթը նոր, որը տեսել է դատավոր Դոլմազյանը, դատավոր Ամիրյանը։ Պատկերացրեցիք։ Հիմա ինչ իմանանք վճռաբեկ դատարանի այս որոշումը։ Ընդհանրապես ինչին է վերաբերում։ Ընդհանրապես ինչ իրավական ուժ ունի։ Իդեպ մենք գիտենք, իրավական ուժ չունի։ Իդեպ նաև մի բան էլ ասեմ, վճռաբեկ դատարանի այս որոշումը, իհարկե, վճռաբեկ դատարանի այս որոշումը իրականում սահմանադրությամբ գրված երկու լիազորություններից ոչ մեկից չի բխում։ Գործընկերներս դա նշեցին, չէ՞։ Հիմա բայց մի հատ էլ շարունակություն է, էլի հասկանանք։ Լավ, իսկապես Հայաստանի Հանրապետությունում վճռաբեկ դատարանը ուզում է, որ ցանկացած բիզնեսի սեփականատեր
իր աշխատողների որևէ զուգահեռ կատարվող գործողության համար լինի պատասխանատու, քրեա իրավական իմաստով, դուք պատկերացնեք մի հատ օրինակ, օտար երկրյա ներդրող, գալիս է Հայաստան, հիմնադրում է մի ինչ-որ ձեռնարկություն, ունենում է այնտեղ տնօրեն, խորհրդի նախագահ, այդ տնօրենը, խորհուրդը, խորհրդի նախագահ, նման թոփ մենեջերները նաև իրենց բիզնեսն են, չէ՞ ունենում։ Հիմա բոլոր օտար երկրյա ներդրողները թող իմանան, իրենց աշխատողը եթե որևէ այլ գործողություն կատարի, դրա համար պետք է հենց այդ օտար երկրյա ներդրողը իհարկե այսինքն լրիվ այլ գործողության տիրույթում այդ օտար երկրյա ներդրողը պետք է պատասխանատվություն կրի, քրեա իրավական, որտեղ վճռաբեկ դատարանը իրավական ողջամտությունից դուրս իրավիճակը ասում է, որ բայց ճիշտ է, հիմնավոր կասկած գոնե դրեք։ Իհարկե այնտեղ ստորակետ է դնում, որ հետո որոշակի ժամանակ անց ասի այդ ստորակետը ուշադիր նայեք, որ սա հələ եղածը նվազագույն շեմն է, սա ոչ մի առնչություն չունի մեղավորության հետ եւ այլ, բայց երևույթային